Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ադրբեջանական կողմը գտել է իրավիճակը կառավարելիության սահմաններում պահելու ձևը եւ այդ ձևը այդ մանր սադրանքներն են։ Մեծ սադրանքների չի գնում, որովհետև ինչի է սպասում պարոն Ղևոնդյան, Բաքվի այս վարքագիծը տարբեր մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում, շատերը պայմանավորում են Իրանի շուրջ իրավիճակով, այսինքն ասում են, սպասում է տեսնի ինչպես կզարգանան եւ Հռոմում կայացած բանակցություններից հետո մենք գիտենք, որ Թեհրանը եւ Վաշինգտոնը պայմանավորվել են սկսել աշխատանքները միջուկային նոր համաձայնագրի վրա, այսինքն այդ հնարավոր մեծ պատերազմի ուրվականը մենք կարող ենք ասել, որ հեռանում է եւ Բաքուն դրանից չի կարողանա առավելագույնս օգտվել։ Տեսեք, ձեր հարցի մեջ երկու ենթաշերտ կա, ես առանձին պետք է անդրադառնամ նախ այն ինչ տեղի ունենում Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ակնհայտորեն որոշակի ենթադրել է տալիս, որ պատերազմ կամ Իրանին հարվածներ գոնե այս փուլում չեն լինի, թեև չի բացառվում, որ ժամանակի ընթացքում գուցե փոխվի իրավիճակը, բայց գոնե այս փուլում նման զարգացումներ պետք է որ չլինեն։ Մյուս հարցը, թե Ադրբեջանը սպասում է ինչ-որ բանի, որպեսզի մեծ սադրանքներ իրականացնի, ես համաձայն չեմ այն վերլուծաբանների հետ, ովքեր նման կերպ են կարծում, ինչու, որովհետև Ադրբեջանը ուղղակի կարիք չունի մեծ սադրանքների, ոչ թե սպասում է, որ ինչ-որ մի իրավիճակ լինի, որպեսզի մեծ սադրանք իրականացնի, որովհետև ցանկացած գործողություն պետք է ունենա նպատակ։ Ես ինչպես նշեցի, Ադրբեջանի կողմից այս մանր սադրանքները իրենց նպատակներին համահունչ են։ Ադրբեջանը կարողանում է սրանց միջոցով իրականացնել այն, ինչ իրեն անհրաժեշտ է։ Միջազգային հանրությանը ցույց տալ, որ լարված է, Թուրքիային ցույց տալ, որ ինքը անհանգստացած է, Հայաստանի նկատմամբ ճնշումներ շարունակել եւ այլն, Հայաստանի ներսում խոսույթ գեներացնել եւս մեկ գործոն, որի մասին ես չնշեցի, եւ այլն եւ այլն։ Ադրբեջանին բավարարում են այս մանր սադրանքները, իսկ սпасել, որ ինչ-որ մի իրավիճակ կլինի եւ հարձակում կգործեն Հայաստանի վրա, ես ճիշտ ասած դրա նպատակը չեմ հասկանում, որովհետեւ Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունների միջոցով Ադրբեջանը այս բանը ստանալու ոչինչ չունի։ Ադրբեջանը ինչ-որ ցանկանում էր ստանալ, արդեն ստացել վերջացրել է։ Ավելին Ադրբեջանը տիրապետում է որոշակի բարձունքների, որոնք Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս են, եւ իջնել այդ բարձունքներից ինչի համար, որևէ մեկը դա չի ճանաչելու երբևէ կամ փորձել պատերազմի միջոցով միանալ Նախիջևանին, ակնհայտ է, որ դա լեգիտիմություն չի ունենալու, միջազգային բեռնափոխադրումների համար այդ ուժով վերծված միջանցքը, եթե այսպես կոչենք, օգտագործել չի լինելու, նույնիսկ Թուրքիան գուցե չմիանա Ադրբեջանի այդ միջանցքը օգտագործելու գործողություններին, եւ այս համատեքստում Ադրբեջանի համար ռիսկի գնալ, որովհետեւ դա ակնհայտ ռիսկ է, ցանկացած ռազմական գործողություն ռիսկի գնալ ոչ մի բանի համար ուղղակի անիմաստ է։ Նման բանի մասին խոսողները, ովքեր խոսում են այն մասին, թե Ադրբեջանը սպասում է, որպեսզի աշխարհական իրավիճակ լինի եւ հարձակվի Հայաստանի վրա, ես կարծում եմ երկու տիպի մարդիկ են։ Առաջինը մարդիկ, ովքեր ակնհայտորեն ցանկանում են քաոս ստեղծել Հայաստանի ներսում կամ ազդել հանրային տրամադրությունների վրա, որպեսզի այդ իրավիճակում իրենք ինչ-որ նեղ անձնական կամ իրենց քաղաքական հոսանքների շահերը պաշտպանեն, եւ երկրորդ տիպի մարդիկ, ովքեր որոշակիորեն վախեցած են նրանից ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին եւ այդ համատեքստում ամենտեղ տեսնում են ինչ-որ խնդիրներ։ Իշխանության ներկայացուցիչներին այդ խմբերից որում կտեղավորեք, այն իմաստով, որ Նիկոլ Փաշինյանը արդյոք ձեր վերլուծությունը, օրինակ մեծ սադրանքների չգնալու մասով չգիտի կամ չունի այդ վերլուծությունը եւ հայտարարում է, որ պատրաստ է նաեւ այդ սահմանադրության փոփոխություններին գնալ այն տեսքով, ինչ տեսքով որ Բաքուն է պահանջում, ասում է անկախության հռչակագրին իր կարծիքով պետք է հղում չարվի։ Սա ըստ էության Բաքվի պահանջն է։ Հիմա իշխանության ներկայացուցիչներին ո՞ր կողմում տեղավորենք։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի պատերազմ, ինչ որ երևակայական պատերազմի վտանգ չեզոքացնելու համար սահմանադրության փոփոխություն, իշխանության ներկայացուցիչները այդ երկուսից որևէ մեկում չեն տեղավորվում, որովհետև իշխանության ներկայացուցիչները չեն խոսում այն մասին, որ Ադրբեջանը սպասում է ինչ-որ իրադարձություն լինի եւ հարձակվեն Հայաստանի վրա, ես միայն այդպիսի կարծիք հայտնողներին եմ բաժանում այդ երկու խմբի։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխությանը, ապա Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական թիմի պարտավորությունն է Հայաստանի սահմանադրությունը փոխել, որի մասին նրանք խոսել են 2018 թվականի Թավշյա հեղափոխության ընթացքում։
եւ ժողովուրդը նաեւ այդ թվում այդ խոստմանը հավատալով է դուրս եկել փողոց եւ հեղափոխություն իրականացրել, որովհետեւ այս իշխանությունները պետք է փոխեին այն խայտառակ սահմանադրությունը, որը ընդունել էր Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Ցավոք սրտի այս իշխանությունները եկան եւ 7 տարի է անցել, 7 տարիների ընթացքում հավանաբար ինչ-ինչ քաղաքական նկատառումներով սահմանադրությունը չփոխեցին եւ եկավ հասավ մի իրավիճակ, երբ սա Ադրբեջանը կարողանում է շահարկել, շատ լավ է շահարկում, ես նշեմ, բայց Հայաստանի իշխանություններն են մեղավոր, որ իրենք չեն փոխել սահմանադրությունը եւ Ադրբեջանը շահարկում է։ Դա այլ հարց է անկախության հռչակագրին հղում անել կամ չանելու հարցը, դա ակնհայտորեն չի տեղավորվում այն համատեքստում, որը գոյություն է ունեցել 2018 թվականին, 2025 թվականին անկախության հռչակագրի հարցը առաջ է եկել մեզ հայտնի իրադարձությունների պատճառով։ Այդ իրադարձությունները 2018 թվականին դեռ չկային։ Ես ճիշտ ասած չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանը ինչու է ցանկանում հանել անկախության հռչակագրին հղումը, ամենայն հավանականությամբ իրավիճակը ավելի չսրելու համար է նման հայտարարություններ անում, բայց եկեք մի բան հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ ոչ ոք, ոչ մի իշխանություն չի կարող փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու իրավասություն ունի միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ընդ որում շատ կարևոր է, որ ի տարբերություն համապետական ընտրությունների հանրաքվեի ժամանակ սահմանադրություն փոխելիս անհրաժեշտ է բոլոր ընտրողների 25%-ի հավանությունը եւ չի կարող լինել այն իրավիճակը, որը շատ դեպքերում եւ ժողովրդավարական բոլոր պետություններում լինում է, երբ մի ակտիվ հատված գնում քվեարկում է եւ որոշում է կայացնում։ Այս դեպքում ակնհայտ է, որ 25% ընտրողները պիտի իրենց կամքը արտահայտեն եւ պետք է կողմ լինեն, որպեսզի փոխվի։ Ես ճիշտ ասած չեմ կարծում, որ եթե անկախության հռչակագրին հղումը չլինի եւ այդ սահմանադրությունը դրվի հանրաքվեի, Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեցողների 25%-ը դրան կողմ կքվեարկի։ Իմ կարծիքով դա հնարավոր չէ, գոնե այս քաղաքական դաշտի եւ այս իրավահարաբերությունների, քաղաքական հարաբերությունների, հասարակություն իշխանություն հարաբերությունների պայմաններում, այնպես որ անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, դրա հնարավորությունը շատ ցածր եմ գնահատում։ Եթե այդ սցենարը դիտարկենք եւ հանրությունը վստահություն չհայտնի, այդ տարբերակին չաջակցի, նշանակում է մեծ պատերազմը Ադրբեջանի կողմից։ Ես նույնիսկ նշեմ, մեծ պատերազմի հավանականությունը այս պահին չնչին է, շատ մոտ է 0-ի։ Աստորեն զուտ պատրվակ է։ Ցանկացած դեպքում, տեսեք, սահմանադրությունը փոխենք թե չփոխենք, Հայաստանի Հանրապետությունը հայտարարի, որ Արցախը Ադրբեջանի մաս է, թե չհայտարարի, ցանկացած դեպքում մեծ պատերազմի հավանականությունը այս պահին չնչին է։ Ինչու՞, որովհետև մեծ պատերազմ կարող է լինել, եթե կա նպատակ, իսկ Ադրբեջանը այս պահին իր նպատակներին հասել է։ Այլ նպատակներն Ադրբեջանը այս պահին չունի, Ադրբեջանը եկեք հստակ հասկանանք, գուցե Ռուսաստանը ունի նպատակներ, օրինակ Հայաստանը վերադարձնել իր պրոտեկտորատի կարգավիճակին, որը կար մինչև 2018 թվականը, գուցե այլ երկրներ, Պակիստանը, չգիտեմ, ինչ-որ մեկը ունի, բայց Ադրբեջանը դրա ցանկությունը այս պահին, դրա նպատակը այս պահին չունի։ Եվ այդ պատճառով, եթե չլինի ինչ-որ մի իրավիճակ, երբ օրինակ աշխարհում հնարավորություն տրվի ուժեղին կլանել ավելի թույլին, այսպիսի իրավիճակ այս պահին դեռևս չկա, հնարավորություն չեն տալիս։ Եթե այդպիսի իրավիճակներ չլինեն, մեծ պատերազմ սպասելը անիմաստ է, որովհետև, ինչպես ասացի, մեծ պատերազմ կարող է լինել նպատակի առկայության դեպքում։ Այլ հարց է, որ գուցե սադրանքները շարունակվեն, գուցե Ադրբեջանը ինչ-որ փուլում նկատի, որ այն մանր սադրանքները, որոնք իրականացնում է այն նպատակները, որոնց մասին ես նշեցի, չեն սպասարկում եւ փորձի մի փոքր այլ բնույթի սադրանքներ իրականացնել։ Օրինակ դիպուկահարները թիրախավորեն հայ զինվորների եւ մենք զոհեր ունենանք։ Օրինակ փորձի տեղային լոկալ ինչ-որ գործողություն իրականացնել, ինչ-որ մի բարձունքից դուրս կամ ուրիշ բարձունք վերցնի։ Նման գործողություններ հնարավոր են։ Սահմանադրության հետ կապված եւս մեկ հարց, պարոն Ղևոնդյան, Սերժ Սարգսյանի սահմանադրությունը խնդրահարույց էր որ իմաստով կառավարման համակարգի կառավարման մոդելի իմաստով եւ Նիկոլ Փաշինյանը եթե գնում է փոփոխությունների, նա կառավարման համակարգի փոփոխության մասին չի խոսում։ Այսինքն ինչն է այդ դեպքում փոխվելու։ Տեսեք, կառավարման համակարգը այստեղ էական նշանակություն չունի։ Իհարկե ես կողմ եմ կիսանախագահական հանրապետության, հատկապես Հայաստանի Հանրապետության համար մեկ կարևոր պատճառով, որովհետև մենք չունենք զարգացած կուսակցական համակարգ, բայց մյուս կողմից ունենալ
նման քաղաքական դաշտ եւ խորհրդարանական կառավարման անցնել, դա եւս մեկ ճանապարհ է կուսակցական համակարգը կայացնելու։ Ես դրան համաձայն չեմ, լավ կլիներ որպեսզի սկզբում ունենային կուսակցական համակարգ, հետո նոր խորհրդարանական կառավարում, բայց քաղաքական գիտության տեսակետից սա եւս հնարավորություն է, որը չի կարելի շղթել, չի կարելի մերժել, որ այդպես կարելի անել։ Այստեղ խնդիրը բոլորովին այլ տեղում է։ Խնդիրն այն է, որ այն սահմանադրությունը, որը գրվել է հատկապես Սերժ Սարգսյանի եւ իր ժամանակվա պետական կառույցների եթե չասենք հավիտենական գոնե շատ երկար ժամանակով իշխանություն ունենալու համար, այս մասով այն հակաժողովրդավարական սահմանադրություն է։ Այնտեղ կան որոշ ձևակերպումներ, որոնք ակնհայտորեն ժողովրդավարության հետ խնդիր ունեն։ Նույն կանոն մեծամասնության սկզբունքը, որը այնպիսի լուրջ հակաժողովրդավարական դրույթ է, որ ես որ ճիշտն ասեմ, բազմաթիվ միջազգային մասնագետների հետ եմ խոսել, իրենք ուղղակի զարմացած են, որ կարելի է սահմանադրության մեջ այդպիսի բան գրել, եւ ինչպես հայտնի մուլտֆիլմում է ասվում, ինչի այդպես կարելի էր անել, զարմանում են տարբեր իշխանավորներ, եւ սա պետք է ուղղակի փոխել, պետք է վերացնել այս սկզբունքը։ Բազմաթիվ ավելի փոքր նշանակության կետեր կան, խնդիրներ կան։ Այն, որ Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական հանրապետություն է, բայց գլխավոր գործող անձը ոչ թե խորհրդարանն է, այլ վարչապետը, սա եւս մեկ խնդիր է։ Այնքան շատ լիազորություններ ունի վարչապետը, որը նորմալ չէ ժողովրդավարական իրավական պետության համար։ Շատ մեծ խնդիր է իմ կարծիքով այն, որ երկրի գլխավոր դեմքի, այսինքն այն մարդու, որ ունի ամենաշատ լիազորությունները, կառավարման ժամկետի սահմանափակում չկա։ Նախագահի համար կա, վարչապետի համար չկա, եւ վարչապետը կարող է անընդհատ վերընտրվել, անկախ նրանից ամենալավ վարչապետն էլ եթե լինի, նա պետք է ունենա որոշակի սահմանափակում եւ դա ժողովրդավարության կանոն է եւ դա էլ է ժողովրդավարության դեմ։ Այսինքն բազմաթիվ խնդիրներ ունենք, էլ չասած սահմանադրական դատարանի անդամների հետ կապված խնդիրը, որը հիշում ենք, որ լուծվեց ազգային ժողովի միջոցով, բայց ամբողջապես չլուծվեց, էլի այնտեղ խնդիր կա, տեղական ինքնակառավարման մարմինների, ընտրությունների հետ կապված խնդիրներ կան, մենք տեսնում ենք ինչ է տեղի ունենում դրա արդյունքում, մասնավորապես Գյումրիում, բայց այլ վայրերում եւս։ Այսինքն սա մի սահմանադրություն է, որը ձևակերպվել էր, եթե ավելի այդպես այլաբանական ձևով ասենք, կարվել էր, որպեսզի այն իշխանությունը, որը այդ սահմանադրությունը ընդունում էր, կարողանա շատ երկար ժամանակ, տասնամյակներ շարունակ վերարտադրվել եւ այլ իշխանություն չկարողանար իշխանությունը վերցնել։ Ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Դրանից հետո եկավ այս իշխանությունը, որը ճիշտ է թույլ է տալիս ընտրություններով իշխանություն փոխել, դրա հնարավորությունը այսօր կա եւ շնորհակալություն դրա համար այս իշխանությանը, բայց միաժամանակ չի փոխում այս հակաժողովրդավարական սահմանադրությունը, ինչը շատ մեծ վտանգ է մեջ պարունակում, որովհետեւ տեսեք, ազատ թափանցիկ ընտրությունների միջոցով կարող է իշխանության գալ մեկը, ցանկացած մեկը, ով հետագայում կորոշի, որ կարելի է այս սահմանադրությունը օգտագործել եւ այլևս իշխանությունից չհեռանալ։ Եվ այս պահին մենք, ես, դուք, մեր ունկնդիրները բոլորս բացարձակապես այս իշխանությունների կամքից ենք կախված, ընտրություններ կունենանք, իշխանություն փոփոխություն կունենանք, թե չենք ունենա, բայց դա այդպես չպիտի լինի, մենք պիտի սահմանադրությամբ դրա երաշխիքներն ունենանք, որ կլինի Նիկոլ Փաշինյանը, չի լինի, կլինի քաղաքացիական պայմանագրի, չի լինի, այլևս ոչ ոք չկարողանա իշխանության վերարտադրության մեխանիզմներն օգտագործել եւ ժողովրդի կամքը ոտնահարել։